Նայած ես քննադատում եմ, որ ամբողջ Զվարթնոցի ճանապարհին ձեր պաստառներն են քարոզչական, այդտեղ խախտում կա թե չկա։ Իհարկե չկա, որովհետև այդ դրա մասին փաստաթղթերն էլ հարցում են իրականացնել եւ մենք տրամադրելու ենք եւ համայնքապետարանը եւ կուսակցությունը իր մասով։ Հաջորդ մեղադրանքը ձեր կապած կներեք էլի, եթե իհարկե այս շարքը բան եմ անում, որ ձեր պատասխանները նաև լսենք, հաջորդ մեղադրանքը այն է, որ դուք նախկին իշխանությունների օրոք պատասխանատու պաշտոններ եք կիսել, այս պահին իշխող ներկայիս իշխող ուժի հետ եք, մասնավորապես եղել եք Երվանդ Զախարյանի օգնականը, իսկ Երվանդ Զախարյանը ապօրինի գույքի բռնագանձման գործերով է անցնում, այսինքն իսկ դուք իր օգնականն եք եղել, այս մասը ոնց կբացատրեք։ Լրացնեմ գործընկերոջս հարցը ձեր թույլտվությամբ հարգելի գործընկեր Facebook-յան տիրույթում կեղծ ինֆորմացիա տարածվեց, ամեն դեպքում կեղծ եմ համարում, որովհետև դուք դատական կարգով այն վիճարկել եք, ձեզ ինչ որ կաշառքի մեջ էին մեղադրում եւ այլն, այս մասին է լրացուցիչ բարձրանում։ Շատ լավ, անդրադառնամ ձեր հարցին։ Ես դա ապրեք, շնորհակալ ենք։ Տեսեք, ես երբ որ հանրային գործունեություն եմ ծավալել, իմ կենսագրությունը եւ ազգային ժողովի պատգամավոր եղած ժամանակ եւ դրանից հետո ինչ պաշտոն զբաղեցրել եմ, բաց ձևով տեղադրված է եւ հասանելի է։ Այնպես չի որ նոր հայտնաբերեցին, որ ես աշխատել եմ նախարարի օգնական եւ ես իրականացրել եմ իմ մասնագիտական գործունեությունը, թե դա ինչ կապ ունի կուսակցության հետ կամ քաղաքական ուժի հետ, ես չեմ հասկանում, որովհետև հիմա էլ ուրեմն այդ տրամաբանությամբ եթե շարժվենք, այժմյան բոլոր նախարարների բոլոր օգնականները պետք է կուսակցական լինեն կամ կուսակցական գործունեությամբ զբաղվեն, իհարկե ոչ, կամ բոլոր պետական աշխատողները պետք է կիսեն իշխող կուսակցության կամ իշխող ուժի գաղափարները, իհարկե ոչ, ու այն ժամանակ էլ այդպես չի եղել, ասեմ իմանաք։ Քննադատությունը էներգետիկայի նախարարությունում աշխատած ժամանակ, ես որ նախարարի օգնական եմ եղել, էլեկտրիկ Երևան շարժման ժամանակ նախարարության աշխատակիցներ են այնտեղ մասնակցել այդ շարժմանը, այսինքն այնպես որ պետական ապարատում աշխատող բոլորը կիսել են տվյալ պահի իշխող ուժի քաղաքականությունը։ Այսինքն Երվանդ Զախարյան, նայեք, այսօրվա իշխանությունները ասում են Զախարյանը եւ մի շարք այլ պաշտոնյաներ թալանչի են, չէ՞, թալանել են, կոռումպացված են, իսկ դուք նրա օգնականն եք եղել, այս մասով է քննադատությունը, ինչով եք օգնել, թալանին եք օգնել։ Ես իրականացնել եմ իմ մասնագիտական գործունեությունը, մասնավորապես առողջակարգային հարցերի կազմակերպմամբ։ Մնացածը հիմա նախարարը կամ տվյալ անձը որ պաշտոնում ինչ է արել, դա կներեք իմ իրավասության դաշտում չէ, ոնց որ հիմա իմ օգնականը չի կարող որևէ ժամանակ որևէ պատասխանատվություն վերցնել իր վրա իմ հիմիկվա արած կամ ապագայում պատրաստվելիք անել որևէ ինչ-որ մի պրոցեսի համար։ Իսկ ձեզ վերագրված այդ կաշառքի հետ կապված դա հիմարություն է, ժողովուրդ ջան, դա մի հատ դա ուղղակի մի հատ fake edge-ի տարածած ինչ-որ տենց հանրությանը մոլորեցնող ինչ-որ մի բան է։ Հա, ես այդ թերթերից մեկինն եմ հենց դատի տալու, որովհետև դա միտումնավոր է արված, որովհետև այդ, չգիտեմ, նույնիսկ լրագրողները չեն այդ տվյալ էլեկտրոնային հարթակին լուրջ վերաբերվում էր, ինչի մասին է խոսքը։ Պարոն Մեխակյան, եւս մի հարց, գիտեք, որ շահարկվում է նաեւ ձեր հանգուցյալ հոր Շիրիմը, ասում են, որ դուք Ղարաբաղյան պատերազմին մասնակցած ազատամարտիկի որդի եք, բայց հիմա եկել եւ գլխավորում եք մի քաղաքական ուժի նախընտրական ցուցակ, որը Ղարաբաղն է հանձնել։ Խնդրում եմ մեկնաբանեք։ Այդ ես բազմաթիվ անգամ ես դրան անդրադարձել եմ, դրանք ընդամենը շահարկվող խոսակցություններ են, շահարկվող, անիմաստ շահարկվող, որովհետև, չգիտեմ, այստեղ ուղղակի չես կարող իջնել տգետի մակարդակի եւ իրեն այդ ձևով պատասխանել։ Շատ լավ, մեզ կներեք, մոտենանք մարդկանց։